Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավ իմերելոց։ Տեր հայր, եթե մեկը աղոթքի ու հավատքի կյանք չի ապրում, բայց տնից դուրս գալուց կամ եկեղեցու կողքով անցնելուց խաչակնկվում է, իր խաչակնկվելը որևէ կերպ օգնում է իրեն։ Որոշ չափով կարող է օգտվել, բայց սա չի նշանակում, սիրելիներս, որ այդ անձը անպայման կարող է երկնքի արքայություն մտնել։ Մեր Փրկիչը շատ գեղեցիկ խոսք ունի, ասում է. Տերն իր արևը ծագեցնում է թե արդարի, թե անհավատի վրա, իր անձրևը թափում է թե արդարի այգիների վրա, թե մեղավորի։ Բայց սա չի նշանակում, որ մարդը կարող է ամբողջությամբ Տիրոջ օրհնությունից օգտվել եւ հավիտենական կյանք ժառանգել։ Տերը թույլ է տալիս, որ որոմն ու ցորենը միասին աճեն այս աշխարհի մեջ, բայց դատաստանի ժամանակ պետք է բաժանեն, արթաները հավիտենական կյանք պիտի վայելեն, մեղավորները պիտի հավիտենական տանջանք ունենան։ Խաչակնքելը դեռ հավատքի եւ աղոթքի կյանք ապրելու նշան չէ։ Խաչակնքվում է հավատացյալ մարդն էլ, անհավատ մարդն էլ, խոնարհ մարդն էլ, ամբարտավան մարդն էլ, բայց տարբեր են օրհնությունները։ Երբ հավատացյալ մարդը խաչակնքվում է, Տերը իբրև սիրո արտահայտություն նրա հավատքի ցուցաբերում են օրհնություն։ Անհավատ մարդուն համբերությամբ է վերաբերվում, որպեսզի այդ մարդը փրկվի։ Երբ որ հավատացյալ մարդը սրտով է աղոթում եւ խաչակնքում իր երեսը Տիրոջ պահպանությունը խնդրելու, Տերը նրան օրհնում է իր կյանքի ընթացքում։ Ամբարտավան մեղավոր մարդուն Տերը համբերություն է ցուցաբերում, զորություն է տալիս, որպեսզի այդ մարդը Քրիստոսին ճանաչի։ Ինչքան էլ մենք խաչակնքվենք, ինձ այդ հարցը շատ են տալիս, երբ որ ինձ մեղադրում են երբեմն ինչ կապ ունի մենք խաչակնքվում ենք թե չէ, անհավատ մարդիկ էլ խաչ են կրում, գողություն անում, մարդ են սպանում։ Սա չէ Աստծո նպատակը, սիրելիներ։ Ցանկացած մեկը, ով չի աղոթում, հավատքի կյանք չի պահում, ինչքան էլ խաչակնքվի, խաչը կրի իր վրա, եթե չի ապաշխարել, նոր մարդ չի դարձել, չի կարող Տիրոջ օրհնությունից զգալ, հասկանալ եւ ապրել այդ կյանքի մեջ։ Դու կարող ես ժամանակավոր պաշտպանության մեջ մնալ այս աշխարհի մեջ, բայց կորցնել հավիտենական կյանքը եւ Քրիստոսի ներկայությունը։ Ինչու է Հիսուս ասում իր երկրորդ գալուստից առաջ պետք է խաչի նշանը երկնքում երևա։ Հենց այնպես չէ այդ խաչի երևումը, ցույց տալու համար, որ այս աշխարհի միակ փրկիչը Հիսուս Քրիստոս ինքն է։ Նաև խաչի երևումով ամենակարևորը Տերը ցույց է տալիս, որ այս պահին էլ նրանք, ովքեր դեռ չեն հավատացել, առիթ ունեն հավատալու մինչև իր գալուստը։ Խաչի նշանով է, որ մարդիկ պետք է արդարանան, խաչի նշանով է մարդիկ պետք է ապաշխարության կյանք ապրեն։ Բայց եթե դու չես ապաշխարել, ինչքան էլ երեսդ խաչակնքես, ինչքան էլ եկեղեցու կողքով անցնես, տանից դուրս գաս, գործից արած փորձության ժամանակ, ինչպես շատ հաճախ մարդիկ մեկ պահ երկինք են նայում, ասում են փառքել, բայց դրանից հետո նորից անհավատ կյանք են ապրում, որևէ նշանակություն չունի։ Ինչ է սա նշանակում, որ որոշակի ժամանակ կարող ես գտնվել Տիրոջ պաշտպանության տակ, օգտվել Տիրոջ օրհնություններից, բայց ոչ երբեք ժառանգել հավիտենական կյանքը։ Ուրեմն ինչ որ մենք անում ենք, սիրով պետք է անենք, հավատքով պիտի անենք, աղոթքով պիտի անենք եւ նվիրումով պետք է անենք, որպեսզի Տերն էլ քեզ փոխհատուցի քո ամեն գործած բարիքի, արժանապատվության, հավատքի, արդարության համար եւ դրա հետ մեկտեղ խաչակնքումով դու կարողանաս երկինքը բացել քեզ համար եւ ժառանգել հավիտենական կյանք։